Պարոն վարչապետ, Քարոզ Արշավի այս թեժքուլում դուք հայտարարեցիք, որ Հայաստանում կանոն տեսնել, ոչ միայն քաղաքական, այլ իրավական առումով, ձեր հայտարարությունից հետո երեք արդեն քրեական գործ հարուցվեց եւ բարձրացավ, որ խոսքը Բարգավաճ Հայաստան երկրորդ համար Անդրանիկ Տևանյանի մասին է, ըստ ձեզ եւ իրավապահների։ Դուք այս օրերին պարբերաբար զգուշացումներ եւ սպառնալիքներ եք հիշեցնում ձեր գլխավոր ձեր թիրախում հայտնված այդ երեք ուժերի ներկայացուցիչների հասցեին եւ այս ֆոնին է այս գործառույթում արդյոք սա հիմք չէ մարդկանց համար կարծելու, որ իրավապահները գործել են ձեր ցուցումով, այս քրեական գործառույթելով, եթե ոչ այդտեղ նկարագրված դեպքերը վերաբերում են 2024 թվականի ապրիլի ազգային ժողովի տեղի ունեցած փակնիստի, քանի որ դուք ենթադրում եմ մանրամասներից տեղյակ կլինեք, խոսքը արդյոք սահմանազատման հանձնաժողովների սահմանազատման գործընթացի վերաբերյալ այդ փակնիստի մասին է, որի ներկայացնում է եղող վարչապետ Մարտիրոս նախարարը, եւ այս վաղեմության գործը, եթե դա ցույց չէ եւ իսկապես այն կոնցեպցիան, որը իրավապահները պատմում են, դուք ինչպես եք գնահատում այս իրավապահների աշխատանքը, այսինքն ստացվում է, որ 2 տարի, 2 տարի ձեր եւ նրանց պատմամբ լավտես է եղել է ազատության մեջ եւ շարունակել է գործել եւ երրորդ հարցը դուք նաեւ այստեղ նկարագրված է այն շրջանը, որտեղ Անդրանիկ Տևանյանը չի եղել ազգային ժողովի պատգամավոր, բայց այնտեղ նշված է, որ հավաքագրել են փաստեր, դուք ունեք տեղեկություններ, այսինքն նիստից ներկա ինչ-որ մեկն է կամ գուցե երկուսն են, չգիտեմ, մարդիկ են նրան տեղեկություններ փոխանցել, այդ դեպքում պատասխանատվության այլ շրջանակներ ևս գուցե այստեղ ավելանան։ Շնորհակալ եմ։ Նախ քրեական գործի մասին եկեք արձանագրենք, որ գործի օպերատիվ հատված իրականացրել է վարչապետի ենթակա մարմինը, ազգային անվտանգության ծառայությունը, այսինքն բնականաբար բոլոր մանրամասներին կարող եմ տեղյակ լինել։ Երկրորդը, երբ որ լրտեսության գործ է բացահայտվում, բնականաբար դա ունի նաև որոշակի օպերատիվ հետաքրքրություն։ Այսինքն մենք հիմա էլ ուրիշ լրտեսության գործեր ունենք, լրտեսներին չենք բռնում։ Մի պարզ պատճառով, որովհետև մենք հետևում ենք օպերատիվ, որպեսզի ցանցերը բացահայտվեն։ Գործելակերպերը բացահայտվեն, ել չեմ ասում, լրտեսի ստացած հանձնարարությունները նաև մեզ տեղեկություն են տալիս մեր դեմ իրականացող հետախուզական գործունեության մասին եւ ձերբակալման որոշում կայացվում է այն ժամանակ, երբ որ օպերատիվ հետաքրքրությունը սպառվում է։ Այսինքն պարզ է, չէ՞, լրտեսը գործունեություն է ծավալում։ Հենց իմացանք լրտեսը գնալ միանգամից բռնելը, կներեք դա գրագետ չի։ Պետք է թողել իր կապերը տեսնել ում հետ է աշխատում, ումա փոխանցում ինֆորմացիա, ումից է ստանում ինֆորմացիա, ինչ հանձնարարություններ է տալիս իր կուրատորը իրան, ինչի մասին է այդ հանձնարարությունները, որովհետև այդ հանձնարարությունները ինֆորմացիա են չէ տալիս մեր դեմ իրականացվող հետախուզական գործունեության մասին։ Ում է ներգրավում, որ կուսակցության ցուցակում է հայտնվում, ոնց է հայտնվում այդ կուսակցության ցուցակում, այդ կուսակցության ղեկավարը ումից է ստանում հրահանգը, ինչու է կատարում այդ հրահանգը, գիտակցում է, թե չի գիտակցում, որ ինքը գործ ունի օտարերկրյա հատուկ ծառայությունից իրեն տրված հանձնարարականի հետ։ Եվ նա ով կատարում է օտարերկրյա հատուկ ծառայության հանձնարարականը, ինքը նույնպես առնվազն Չ կլասի լրտես է։ Հասկանում է, թե չի հասկանում, թե հասկանալու հետ պրոբլեմներ ունի։ Եվ դա ավանդաբար հայտնի է հայ հանրությանը։ Այս բոլոր հարցերը պետք է պարզաբանվի, չէ՞։ Կապ ունի արդյոք նրա հետախուզման մեջ գտնվող որդու գործոնը, այդ գործոնով իր վրա ազդել են, թե չեն ազդել։ Թե ինքը կամավոր ծառայում է սեփական երկրի շահերի դեմ, թե ինչ-որ բիզնես շահեր ունի։ Եվ այլն եւ այդպես շարունակ։ Այսօր էլ լրտեսներ կան, որ գիտեն, որ լրտեսներ են։ Իրենք չգիտեն, որ մենք գիտենք։ Որ պահին ճիշտ
համարենք գործողություն անել, այն պահին ճիշտ է անում ենք այդ գործողությունը, որպեսզի այդ ռեսուրսը իր օպերատիվ հետաքրքրությունը, մեր հետաքրքրությունը ամբողջությամբ բավարարվի։ Որոշումը կայացում այն պահին, երբ որ հասկանում ենք, որ արդեն ամեն ինչ գիտենք, այլ նոր բան իմանալ չենք կարող, հետևաբար պետք է գնալ արդեն գործողությունը կասեցնել։ Մանրամասների մասին քննչական մարմինները ըստ պատահության կտեղեկացնեն, որովհետև դա արդեն քրեական գործով գտնվող հանգամանքներ են, որոնց վերաբերել հետագա պարզաբանումները կտրվեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։